Նոր ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo, եգիպտական ավիաընկերություն, հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ, կանոնավոր չվերթել Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ էլ-Շեյխ, ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով։ Անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում։ Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուր օպերատոր, գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20, հեռախոսներ 060 611 110, 010 222 865։ Հիմար մարքեթինգային հետազոտական ընկերությունը համագործակցում է միջազգային եւ տեղական հեղինակավոր ընկերությունների հետ։ IMR-ն արդեն 10 տարի է հայկական շուկայում։ Հետազոտությունների շրջանակներում իրականացվում են բնակարանային, պլանշետներով եւ հեռախոսային հարցումներ Երևանում եւ մարզերում։ Ձեզ զանգահարել ենք IMR անկախ հետազոտական ընկերությունից հարցման համար։ Թիմը մշտապես համալրվում է ակտիվ, շփվող եւ նպատակասլաց անձանցով։ Փնտրում ես ազատ գրաֆիկով աշխատանք, զանգահարիր 094 19 75 57։ Դե ինչ, աստղային հանդիպումները շարունակվում են եւ այս պահին կրկնակի ուրախ եմ, չէ՞ որ հաջորդ հնդկական սերիալի աստղին նկարանելու համար ես հրավիրված եմ նկարահանման հրապարակ եւ այսօր եւս առիթ կունենամ հետեւել ողջ նկարահանման process-ին։ Խնդրեմ, այստեղ նկարահանվում է եւս մի նոր հեռուստասերիալ, որը կցուցադրվի արդեն 2018 թվականին։ Իսկ գլխավոր դերում է ձեր սիրելի Պրատիմա Կանանը, ով այսօր հնդկական հեռուստասերիալների ամենից հայտնի տատիկի դերում ներկայացվող դերասանուհին է։ Ծնվել է Պրատիման 1948 թվականի հուլիսի 21-ին։ Տարիների ընթացքում նա հասցրել է նկարահանվել թե հանրահայտ լուրջ բոլիվուդյան ֆիլմերում եւ թե հեռուստասերիալներում, որոնք ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում։ Ընդհանրապես այստեղ Հնդկաստանում ամենուր նկարահանվում են նոր հեռուստաֆիլմեր եւ հեռուստասերիալներ, որոնք բավականին պոպուլյար են այսօր ոչ միայն այստեղ, այլ նաեւ ողջ աշխարհում։ Վարդան Սարգսյան, ամենաճամփորդասեր մարդկանցից մեկը։ Ես գտնվում եմ մի վայրում, որտեղ այդ հեռուստասերիալներից մեկն էլ հենց հիմա նկարահանվում է։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ ինչքան մարդ է այստեղ աշխատում, ինչ դժվար է եւ որքան երկար են նրանք այդ նկարահանումները կազմակերպում։ Ուստի հիմա կբարձրանանք վերև շատ զգուշ, որպեսզի հանկարծ չխանգարենք աշխատակազմին, կտեսնենք ինչպես են այդ հեռուստասերիալներից մեկ այստեղ նկարահանում եւ վերջում կհանդիպենք ձեր սիրելի դերասանուհիներից մեկին, ով իդեպ նկարահանվում է հենց այս հեռուստասերիալում։ Անցնենք ներս։ Իդեպ յուրաքանչյուր հեռուստասերիալ հիմնականում նկարահանվում է ամեն օր, վաղ առավոտից մինչ երեկո 10-ից 18 ժամ։ Արդեն պարզ է այստեղ շուտով ինչ-որ տեսարան է նկարահանվելու, ամեն բան պատրաստվում է դրա համար։ Սա ինչ-որ տուն է, մեծ տուն, որտեղ յուրաքանչյուր վայրում նկարահանում են որևէ ֆիլմից հատված։ Փորձենք մոտենալ այն կողմ։ Այս կողմում հնչյունային ռեժիսորը լսում է ձայնը, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ, մաքուր ձայնագրված։ Ասել, որ աշխատում է մեծ թիմ, նշանակում է ոչինչ չասել։ Արդեն տեսնում եք ինքներդ, թե ինչ մեծ բյուջեներ են ծախսվում որևէ ֆիլմ նկարահանելու համար։ Հիմա կամաց, շատ կամաց բարձրանում ենք վերև, որպեսզի ականատեսը լինենք նկարահանումների։ Իհարկե մեզ չմերժեցին, թույլ տվեցին, բայց բնականաբար ողջ անձնակազմը այստեղ է։ Hello, how are you? Խնդրում եմ, տվեք ինձ մոտ 10-ից 15 րոպե։ No problem. Okay. Ինչպես տեսնում եք, ամեն ինչ պատրաստ է, նկարահանումը տեղի ունենում, դերասանները պատրաստ են, ինչ որ հնդկական ոճի տուն։ Անցնենք այն կողմ, նստած են դերասանուհիները, որոնք խաղում են այս հեռուստասերիալում։ Namaste. Hello. Այս պայն հանգիստ է, կարծես մի քանի րոպե հանգստանում են, որից հետո նկարահանումները շարունակվելու ինձ ասացին ողջ գիշեր։ Սա իհարկե բարդ աշխատանք է, շատ դժվար է այս ամենը, բայց երևի արդյունքը նա է, որ ամբողջ աշխարհում հետևում են այս հեռուստասերիալներին։ Մոտենանք ֆիլմի պրոդյուսերին է, հեռուստասերիալի պրոդյուսերը, որը եւ նկարահանում է եւ ռեժիսորն է այս հեռուստասերիալի։ Կասեք ինչ ֆիլմ է, ինչ հեռուստասերիալ է այս պայն նկարահանվում։
Այժմ նկարահանում ենք նոր հինդու հեռուստասերիալ։ Այն վստահ եմ շատ հետաքրքիր է դառնալու, քանի որ նախ սցենարն է բավականին հետաքրքիր։ Ֆիլմը մի շատ աղքատ, բայց տաղանդավոր ընտանիքի մասին է եւ հետո դերասանական կազմն է շատ լավը։ Պրատիման եւս նկարահանվում է այս ֆիլմում։ Իսկ դուք վստահ եմ գիտեք, թե նա ինչ տաղանդավոր դերասանուհի է։ Ֆիլմը սկզբում կցուցադրվի հնդկական ZTV հեռուստաալիքով, որից հետո կլինի արդեն աշխարհի այլ երկրների հեռուստաալիքներում։ Արդեն մոտ 11 երկրից պատվիրված է այս սերիալը, այնպես որ հաջողությունը առջևում է։ Ամեն դեպքում մենք անում ենք ամեն բան ֆիլմին հաջողություն տալու համար, աշխատում ենք ամեն օր եւ ջանք չենք խնայում, որ ամեն բան լինի պրոֆեսիոնալ։ Որը պատրաստ է։ Հարկավոր է պահպանել լռություն։ Նկարանունները սկսված են։ आपको ठाकुर अपनी परछाई से भी डरते हैं। अरे ऐसे बुरे आदमी का तो एक बार ही विनाश होना चाहिए। कोई बात नहीं, जब तक वो सब नहीं जाते। Ռեժիսորը, պրոդյուսերը, օպերատորները բոլորը զբաղված են իրենց աշխատանքով։ Ամեն բան, ինչ խոսք, շատ հետաքրքիր է։ Վստահ եմ, ձեզանից շատերը կցանկանային այս բան հայտնվել իմ փոխարեն այստեղ եւ դիտել նկարանման ողջ process-ը։ Շատերը վստահ եմ կցանկանային նույնիսկ նկարանվել այս սերիալում, ինչը եւս ողջունելի է։ Բայց դե քանի որ ես եմ այստեղ եւ ինձ հետ է իմ օպերատորը, ուստի մենք փորձում ենք մանրակրկիտ նկարանել եւ ցույց տալ ձեզ այն ամեն ինչ այստեղ կատարվում է, որպեսզի դուք ինքներդ նստած ձեր բազմոցներին հասկանաք, թե ինչպես են հնդկական հեռուստասերիալները այստեղ Մումբայում նկարահանվում։ Դե ինչ իմ կողքին է ձեր շատ սիրելի դերասանուհին Պրատիմա Կանանը, որը այս պահին ունի մի քանի րոպե ազատ ժամանակ եւ մենք միասին կշփվենք նկարարման տարածքից մի փոքր ավելի հեռու գնանք։ Այո, շտապում ենք Պրատիմայի հանդերձարան, որտեղ ներս մտնելու իրավունք ունի միայն նա եւ նրա պրոդյուսերը։ Դե այս դեպքում նաեւ ես։ Ուզում եմ նշել, որ այստեղ շատ շոկ է եւ չեմ պատկերացնում ինչպես են կարողանում դերասանները այս շոկին նկարահանվել։ Ասեք ինձ Ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo եգիպտական ավիաընկերություն հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ կանոնավոր չվերթեր Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ էլ-Շեյխ ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուրօպերատոր գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20 հեռախոսներ 066 111 110 010 222 865 Խնդրում եմ նախ դժվար չէ ամբողջ գիշեր նկարահանվել, սա կարծում եմ շատ բարդ աշխատանք է, ինչպես է կարողանում այս ամենը կատարել ամբողջ օրը ողջ գիշեր նկարահանվել։ Իհարկե դժվար է ինչ խոսք, այն էլ իմ տարիքում, այսքան ժամ գտնվել նկարանման հրապարակում, անընդմեջ նկարահանվել, բայց թե քանի որ ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Ուստի չեմ զգում ինչպես են ժամերը անցնում։ Հաճախ մենք նկարանման ներկայանում ենք վաղ առավոտյան ժամը 5-ին կամ 6-ին, եւ եթե չեմ հասցնում 8 ժամ քնել, այդ դեպքում ինձ շատ դժվար է լինում։ Նույնիսկ կարող եմ տեքստս ընթացքում մոռանալ, բայց ինչ խոսք, այս ամենը ինձ համար շատ դժվար է։ Այն վայրը, որտեղ դերասանները սերիալի հանգստանում են մի փոքր եւ պատրաստում հաջորդ տեսարանին։ Նախ եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հետ հանդիպել եւ միանգամից սկսեմ այն հարցից, որը ես կարծես թե ուղղում եմ բոլոր դերասաններին կապված մեր հայրենիքի հետ, Հայաստանի հետ։ Ինչ գիտեք Հայաստանի մասին։ Քիչ, շատ քիչ բան գիտեմ ցավոք։ Չգիտես ինչու իմ կյանքում առնչություն չեմ ունեցել մարդկանց հետ հենց Հայաստանից։ Նորից կրկնում եմ, ցավոք։ Չնայած իզուր չէ, լավ է ուշ, քան երբեք։ Եվ ահա, ես տեղեկացա վերջապես։ Լավ, խոսենք մի քիչ ձեր անցած ուղուց։ Գիտեմ դժվար է այս բնակավարում աշխատել, ինձ հետաքրքիր է ինչ ճանապարհ եք անցել, ինչ ֆիլմերում եք շատ եւ շատ նկարահանվել եւ ո՞րն է ձեր ամենասիրելի դերերից մեկը։ Գիտես, երևի հաշվի առնելով տարիքս եւ այն փաստը, որ վաղուց եմ նկարահանվում ֆիլմերում, արդեն պարզ է, որ հասցրել եմ շատ ֆիլմերում հանդես գալ։ Իմ մասնակցությամբ ամենից սիրելի ֆիլմերն են Խաբված կնոջ վրեժը, ինչպես նաեւ Կյանքի եւ մահի միջև ֆիլմերը։ Գիտեք, շատ եմ սիրում նաեւ Բանտի Բաբլի ֆիլմը, որտեղ հանդես եմ եկել Ամիթաբ Բաչյանի, Կիրան Ջունեայի, Պրեմ Չոպրայի եւ այլ լեգենդար դերասանների հետ։
Ինչ վերաբերվում է հեռուստասերիալներին, ապա առաջնայինը սիրում եմ հենց մերժված սերիալը, որը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հնդկական սերիալների երկրպագուների շրջանակներում։ Եվ քանի որ այդ ֆիլմում ես հանդես էի գալի բացասական կերպարով, ուստի հետաքրքրությունը ավելի մեծ էր իմ անձի հանդեպ, բայց որպես հարցիդ պատասխան կավելացնեմ, որ յուրաքանչյուր դեր պրոֆեսիոնալ դերասանի համար կարծես նոր երեխայի ծնունդ լինի։ Չէ՞ որ տարիներ հետո, երբ նույնիսկ ես կենթանի չլինեմ, այդ ֆիլմերը լինելու են, դրանք ցուցադրվելու են հեռուստատեսությամբ եւ մյուս սերունդների ներկայացուցիչները եւս դիտելու են դրանք, այնպես որ պետք է շատ լուրջ մոտենալ եւ լուրջ խաղալ կերպարը, որ նույնիսկ 20 տարի անց, երբ մարդիկ դիտեն այդ ֆիլմը, նրանց շատ դուր գա եւ ես կարծում եմ լեգենդար դերասանները, որոնց ֆիլմերը նկարանվել են 70 կամ 80 տարի առաջ, նույնպես խորհել հենց այս մտքով են շարժվել։ Եվ մենք հաճույքով ենք դիտում այս ռետրո ֆիլմերը։ Քանի որ ձեր երկրում հայտնի եմ ավելի որպես Տապասիայի տատիկ, ասեմ, որ այդ սերիալում ես հիմնականում նկարահանվում էի Ռաշամիի հետ։ Նրան շատ եմ սիրում։ Եվ նրա այդ աշխատելը շատ հաճելի է ինձ համար։ Նա շատ պրոֆեսիոնալ իդեպ դերասանուհի է։ Եվ չնայած մենք երկուսով այդ սերիալի ամենավառ կերպարներն ենք, որոնց մարդիկ սիրում էին հետևել, ուրախ եմ, որ Հայաստանում եւս ունեմ ճանաչում եւ շատ շնորհակալ եմ դրա համար։ Քանի որ խոսեցինք այդ ֆիլմի մասին, այնտեղ դուք կարծես բացասական դեր եք տանում, ինչպես են մարդիկ վերաբերվում ձեր դերին եւ դրանից հետո նաեւ ձեզ։ Դե իհարկե, շատերը այդ ֆիլմը դիտելիս սկսում են չսիրել ինձ, բայց անցնում է ժամանակ, նրանք իհարկե հասկանում են, որ դա ուղղակի ֆիլմ է եւ Տապասիայի տատիկը վատն է միայն ֆիլմում։ Իրականում ես կյանքում բավականին էլ բարի մարդ եմ։ Չնայած իհարկե ինքներդ հասկանում եք, որ եթե մարդիկ քեզ սկսում են էկրանից այն կողմ չսիրել, քանի որ դու որևէ ինչ-որ շատ վատ քայլ ես անում, ուստի դա նշանակում է, որ դու հրաշալի ես կարողացել խաղալ այդ դերում եւ կարողացել ես մարդկանց համոզել քո չար լինելը։ Դա ճիշտ աշխատանքի արդյունք է, հավատացեք։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես եմ ես վերաբերվում այդ փաստին եւ այդ ամենին, կասեմ, որ շատ թեթև չեմ տխրում այդ փաստից եւ իմ աշխատանքը անում եմ պրոֆեսիոնալ եւ դա այդ ամենի արդյունքն է։ Իսկ այս պարագայում կասեք, որ դերն է ձեզ ավելի հարազատ եւ որ դերն է ձեզ ավելի հեշտ խաղալ, ավելի բարի կերպար թե չար։ Չար դերում հանդես գալը շատ ավելի դժվար է։ Ամեն դեպքում այդպես են շատերը կարծում։ Իսկ ես ինքս չգիտեմ ինչպես պատասխանել այդ հարցին, քանի որ երկու կերպարներում էլ հաճույքով եմ հանդես գալիս։ Բայց եթե խոսքը կոնկրետ դժվարության մասին է, ապա երևի թե կնշեմ ավելի դժվար է նեգատիվ կերպարում հանդես գալը։ Եվ իմ կյանքում ես ավելի շատ հանդես եմ եկել հենց նեգատիվ կերպարներում, թե ֆիլմերում, թե սերիալներում։ Եվ վերջում, քանի որ վստահ եմ շատ եմ, որ դրսից ցանկանում են գալ այլ երկրից Հնդկաստան եւ նկարահանվել հեռուստասերիալներում, բայց ես գիտեմ դրա համար անհրաժեշտ է իմանալ հինդու լեզուն։ Իսկ այստեղի երիտասարդները, որոնք ուզում են հայտնվել որևէ ֆիլմում, հեռուստասերիալում, ինչ է նրանց դրա համար անհրաժեշտ։ Իհարկե, նախ եւ առաջ հարկավոր է տաղանդ ունենալ, դա առաջնային է։ Քանի որ եթե մարդ շատ մեծ կապեր ունենալով հայտնի է որևէ ֆիլմում եւ նկարահանվի, բայց չունենա տաղանդ, այդ ամենը շատ շուտ նկատելու է հեռուստադիտողը, որոնց հաստատ չես մոլորեցնի։ Այնպես որ այդ հարցի պատասխանը կլինի տաղանդ։ Չնայած շատ դեպքերում այսօր ցավոք միայն տաղանդը բավական չէ։ Պետք են նաև լավ կապեր, լավ պրոդյուսերներ, սակայն եթե այդ ամենը չկա, տաղանդավոր սկսնակ դերասանները կարող են մասնակցել հարյուրավոր IMR մարքեթինգային հետազոտական ընկերությունը համագործակցում է միջազգային եւ տեղական հեղինակավոր ընկերությունների հետ։ IMR-ն արդեն 10 տարի է հայկական շուկայում։ Հետազոտությունների շրջանակներում իրականացվում են բնակարանային, պլանշետներով եւ հեռախոսային հարցումներ Երևանում եւ մարզերում։ Ձեզ զանգահարել ենք IMR անկախ հետազոտական ընկերությունից հարցման համար։ Թիմը մշտապես համալրվում է ակտիվ, շփվող եւ նպատակասլաց անձանցով։ Փնտրում ես ազատ գրաֆիկով աշխատանք, զանգահարիր 094 19 75 57, որոնք կազմակերպում են տեղի մեծ պրոդյուսերական կենտրոնները։ Հարկավոր է ուշադիր հետևել բոլոր հայտարարություններին եւ ի վերջո կան նաեւ լավ դպրոցներ, դերասանի կենտրոններ, որոնք ստեղծում են այդ հնարավորությունները։ Գիտեմ, ինչ խոսք, շատ դժվար է, բայց հավատացեք, այսօրվա մեգա աստղերից շատերը սկսել են իրենց կարիերան առանց որևէ մեկի օգնության, ուղղակի իրենց տաղանդի շնորհիվ նրանց նկատել են եւ սկսել են նկարանել։ Իհարկե, հենց սկզբից գլխավոր դերում նկարահանվելու հնարավորություն դժվար թե մեկը ստանար, բայց նույնիսկ ֆիլմում փոքր մի դերում հանդես գալը արդեն մեծ հաջողություն է, չէ՞ որ մարդուն նկարահանել են։
Իսկ ես իմ կողմից նաև ասեմ, որ սիրում եմ շատ աշխատել տաղանդավոր մարդկանց հետ։ Կապ չունի նա արդեն ճանաչված է, թե նոր է սկսում իր օղին, օգնում եմ շատ սկսնակ դերասաններին եւ նույնիսկ նկարահանումից դուրս կարող եմ օգնել իմ ճիշտ խորհուրդներով։ Չէ՞ որ յուրաքանչյուրին կհետաքրքրի իմ նկատողությունը եւ իհարկե խորհուրդս։ Ի վերջո, իմ կյանքում նկարահանման փորձը շատ մեծ է, որն էլ սիրով հնարավորության դեպքում կիսվում եմ այս բարդ ճանապարհով անցնող յուրաքանչյուր դերասանի։ Դենց շնորհակալ եմ, thank you so much։ Հետաքրքիր զրույց էր, կարծում եմ, եւ ձեզ եւ ինձ առասարական ճանապարհորդությունը լեփլեցուն է հետաքրքրություններով եւ վերջում բնականաբար չեմ կարող ձեզ չնվիրել մեր հովանավոր Rio Grande-ի սուրճերը, սա լավագույն հայկական սուրճերն են, որոնք ուզում եմ նվիրել ձեզ եւ նկարահանման ընդմիջումների ժամանակ հենց այստեղ կարող եք վայելել, հանգստանալ, զովանալ եւ կարծում եմ դուք շատ կսիրեք, ես ամեն անգամ այստեղ գալուն պես ձեզ կբերեմ Rio Grande-ի սուրճերը։ Սա ձեզ մեր հովանավորի կողմից։ Ես անչափ շնորհակալ եմ։ Եվ վերջում եզրափակենք մեր զրույցը բնականաբար հանրահայտ խոսքերով, որոնք անվերջ շոշափում են համացանցում եւ մեր հայրենիքում։ Ռամը քեզ օգնական։ Now you. Rama, քեզ օգնական։ Այս բան այսքան է, ես շարունակում եմ ճանապարհորդությունս։ Thank you so much. Thank you. Իդեպ հենց այս նկարահանման հրապարակում հանդիպեցի եւս մի շատ հայտնի դերասանուհու՝ Նինա Սինհին։ Իդեպ նա եւս նկարահանվել է հանրահայտ Մերժվածը հեռուստասերիալում։ Նրա շուտով կհանդիպեք հենց այդ ֆիլմում։ Դենց իմ ճանապարհորդությունը այստեղ Մումբայում շարունակվում է, իմ կողքին է կանգնած եւս մի սիրված դերասանուհի Նինա Սինհը, որը իմ կողքին է եւ նա համաձայնեց եւս զրուցել ինձ հետ։ Նամաստե։ Բարև, այո։ Դուք նկարահանվում եք այս հեռուստասերիալում, կտրեցի ձեզ աշխատանքից, բայց նախ կուզեի խոսենք մի փոքր այն աշխատանքից, որը հիմա տեղի է ունենում այստեղ եւ խոսենք ձեր դերի մասին այս ֆիլմում եւ առասարակ ձեր կարիերայից։ Ողջույն, ես հիմա նկարահանվում եմ Zemek TV նոր հեռուստասերիալում, որը վստահ եմ մեծ ճանաչում է ունենալու։ Ֆիլմի սցենարը անչափ հետաքրքիր է, ինձ եւս այն շատ դուր է եկել։ Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսուհու կերպարներից մեկը, ով անչափ բարի է, շատ պոզիտիվ լավ մարդ է, որը միշտ օգնում է ֆիլմի անմեղ ու բարի կերպարներին, դե պաշտպանվելու շատ կերպարներից։ Այս սերիալում եւս նկարահանվում եմ մոտ արդեն 2 ամիս։ Դրանից առաջ զբաղված էի այլ հեռուստասերիալներում նկարահանվելով։ Երևի չթվարկեմ դրանք, քանի որ բացի նշված հեռուստասերիալներից, այլ որևէ մեկը ձեզ մոտ չի ցուցադրվել։ Բայց հուսով եմ ամեն բան առջևում է, եւ հայ հեռուստադիտողը առիթ կունենա շուտով դիտել որևէ սերիալներից մեկը, բնական է իմ մասնակցությամբ։ Լավ, քանի որ նման հեռուստասերիալ նկարահանումները տևում են ամիսներ, շատ դեպքերում նաև տարիներ, ինձ հետաքրքիր է ինչպես է կարողանում այդ ընթացքում դասավորել ձեր անձնական կյանքը, հանգիստ, ճանապարհորդություն եւ այլն, չէ՞ որ դու ստիպված ամեն օր պետք է ներկայանաս նկարահանման տաղավարում։ Այո, յուրաքանչյուր օր ես 12 ժամ զբաղված էի նկարահանումներով, ինչ խոսք շատ դժվար է, եւ ես շատ զբաղված եմ։ Եվ ոչ միայն ես, այլ ողջ անձնակազմը ամսվա 20-ից 25 օրը զբաղված է նկարահանումներով եւ որևէ այլ զբաղմունքով զբաղվելու ժամանակ չկա։ Էլ չեմ խոսում ճանապարհորդությունների մասին։ Դրանք ընդհանրապես անհնար է նկարահանումների ժամանակ։ Բայց ժամանակ առ ժամանակ, երբ ազատ եմ լինում, մեկնում եմ ընտանիքիս մոտ։ Իմ հարազատները ապրում են Միացյալ Նահանգներում եւ տարվա մեջ 1 կամ 2 անգամ արձակուրդ եմ վերցնում։ Այցելում եմ նրանց ու մի քիչ էլ հանգստանում։ Լավ, ես պետք է նշեմ մեր հեռուստադիտողին, որ այս պահին մեր հայկական հեռուստատեսությամբ հեռարձակվում է մի հեռուստասերիալ, որտեղ դուք խաղում եք, սակայն դեռևս քանի որ մեզ մոտ 2 թե 300 օր սերիալն է, դուք հայտնվելու եք շատ ավելի ուշ։ Կուզեինք խոսել այդ սերիալի մասին ընդհանրապես եւ ինչ դեր եք կատարելու եւ ինչ դերով եք ներկայանալու հայ հեռուստադիտողին։ Մերժված ֆիլմում ես հանդես եմ գալու շատ նուրբ, ժամանակակից մի աղջկա դերում, ով շատ ազատ է, շատ շքեղ տեսքով է միշտ ու ցանկանում է ամուսնանալ։ Իսկ մերժվածում հայտնվեցի, երբ արդեն նկարահանվել էր մոտ 1000-րդ սերիան։ Իմ մասնակցությամբ սերիալ նկարահանված է մոտ 65 սերիա, այնպես որ մոտ 2 ամիս ես կլինեմ ձեր էկրանին։ Կարծում եմ իմ կերպարը մարդկանց դուր կգայի եւ խաղս նույնպես։ Ավելին գիտեք չեմ ուզում ասել, չբացեմ գաղտնիքները, ինչպես ասում են, ամեն բան իր ժամանակին։ Եվ վերջում խոսենք Հայաստանից։
Հարց, որին շատերը դժվարանում են ցավոք պատասխանել, ինչ գիտեք Հայաստանի մասին։ Ես իմ ընտանիքում փոքրուց լսել եմ Հայաստանի մասին եւ ոչ միայն Հայաստանի, նաեւ Վրաստանի մասին։ Գիտեմ, որ այդ երկրներ իրար շատ մոտ են գտնվում ու մարդիկ այնտեղ մի տեսակ բարի են։ Ես դրանում վստահ եմ։ Ես չեմ եղել, բայց շատ կցանկանայի այցելել։ Այնպես որ ոնց տեսնում եմ հնդկական հեռուստասերիալի աստղերը շատ շուտով բոլորը լինելու են Հայաստանում, այնպես որ շնորհակալ եմ, thank you so much։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ հաջորդ անգամ մենք կհանդիպենք արդեն Հայաստանում։ Next time we see you in Armenia։ Օ, լուրջ։ Ես կսպասեմ ձեր հրավերին։ Իզեր շարունակեմ ճանապարհորդությունս այստեղ Մումբայում։ Rio Grande, strong, light եւ classic։ Նույնիսկ անիմաստ է նշել, որ այս սուրճերը միշտ ինձ հետ են եւ այս պահին ինձ հարկավոր է ուղղակի վայելել այս սուրճերից որևէ մեկը, որտեղ նման տեսարանին պակասում է միմիայն Rio Grande-ն։ Rio Grande, այս սուրճը շատ բան գիտի ձեր մասին։ IMR մարքեթինգային հետազոտական ընկերությունը համագործակցում է միջազգային եւ տեղական հեղինակավոր ընկերությունների հետ։ IMR-ն արդեն 10 տարի է հայկական շուկայում։ Հետազոտությունների շրջանակներում իրականացվում են բնակարանային, պլանշետներով եւ հեռախոսային հարցումներ Երևանում եւ մարզերում։ Ձեզ զանգահարել ենք IMR անկախ հետազոտական ընկերությունից հարցման համար։ Թիմը մշտապես համալրվում է ակտիվ, շփվող եւ նպատակասլաց անձանցով։ Փնտրում ես ազատ գրաֆիկով աշխատանք, զանգահարիր 094 19 75 ավիափոխադրող հայկական շուկայում Air Cairo եգիպտական ավիաընկերություն հունիսի 20-ից շաբաթը 2 անգամ կանոնավոր չվերթեր Զվարթնոց օդանավակայանից դեպի Հուրգադա եւ Շարմ el-Շեյխ ժամանակակից Airbus եւ Boeing օդանավերով անցկացրեք ձեր հանգիստը Կարմիր ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Անրիվա տուրօպերատոր գլխավոր գրասենյակ Կոմիտաս 20 հեռախոսներ 060 611 110 010 222 865